Ապարանի երկնքում երբևէ ամենաբարձր տոնածառի մի կեսն է, մյուս կեսը արդեն ամրացված է հրաշքի կամրջի եւ հարթակի վրա։ Ամանորյա մայրաքաղաքում շարունակվում են քաղաքի զարդարման աննախադեպ աշխատանքները։ Քաղաքապետ Կարեն Եղիազարյանը տեղում նաեւ նոր հանձնարարականներ է տալիս։ Ընդհանուր պատկերն արդեն պարզ է, հրապարակից հսկայական կամրջով մարդիկ կկարողանան միանգամից հայտնվել Ճեմուղում, իսկ հրապարակի հենց կենտրոնում կվայելեն շքեղ տոնածառի գեղեցկությունը։ Քաղաքում տեղացած առաջին ձյունը բարեբախտաբար չի խանգարել զարդարման աշխատանքներին, միայն ավելի է գեղեցկացրել զարդարվող տոնածառը։ Այս աշխատանքներին կհաջորդի Բաղրամյան փողոցի զարդարման գործը, որը կրկին ողջ երկայնքով կպատվի լույսերով ու տոնական տրամադրությամբ։ Ապարանի մուտքից մինչև ելք, նաև քաղաքի կենտրոնական հատվածներն ու խոշորացված համայնքի բնակավայրերը շուտով ամանորյա հեքիաթ կհիշեցնեն։ Չնայած ամանորյա զարդարանքները այս պահին առանցքային են, բայց ուրիշ ոչ մի գործ չի տուժում։ Այսօր օրինակ քաղաքապետի սեղանին էր նաև Արայի բնակավայրի զարգացման ծրագիրը, որտեղ արդեն մեկնարկել են խաղահրապարակի եւ մարզահրապարակի կառուցման աշխատանքները։ Կառուցումից հետո տարածքը կհագեցվի նաև անհրաժեշտ գույքով եւ կարուսելներով։